Բնապահպանության վարչության անձնարարական համար 83 ներկայացնել 2026 թվականի հունիս ամսվա վերաբերյալ օդի որակի չափման սարքերից ստացված տվյալները։ Պարոն քաղաքապետ, այժմ էկրաններին արտացոլվում են մեր տեղադրված սարքերը շինհրապարակներում, նշեմ, որ արդեն իսկ ավականու 48N փոփոխումից ի վեր երկուսը այս պահին արտացոլում են նաև հանքերում տեղադրված մեր օդի որակի չափման սարքերը, ուստի նախորդ ամիս օդի որակի ինդեքսի միջինացված արժեքի տվյալները, որոնք ստանում ենք հենց այս աղտոտման կետում գտնվող սարքերից, PM2.5-ի համար կազմել են 54, PM10-ի համար կազմել են 9, եթե համեմատենք նախորդ տարվա հետ, գրեթե միևնույնն է տվյալները արժեքները, PM2.5-ի համար այն եղել է 55, իսկ PM10-ի համար անփոփոխ է եղել 9։ Այսքանը։ Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, նախ եւ առաջ ուզում եմ բոլորի շնորհավորել Երևանի թիմ նոր օրենքի ընդունման կապակցությամբ, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն անձանց, ովքեր որ մեծ ներդրում են ունեցել այս գործընթացում եւ մասնավորապես ձեզ, պարոն Մարգարյան, մեր իրավաբանական վարչությանը, մեր բոլոր այն վարչություններին, ովքեր որ ինտենսիվորեն աշխատել են այս օրենսդրության վրա եւ հետեւապես քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչություն, հասարակական կարգի պահպանության ծառայություն, որը շուտով վերանվանվում է, նոր ծառայություն է դառնում, սիրելի վարչական շրջանների ղեկավարներ, այլևս ես չպետք է լսեմ եւ տեսնեմ բացատրություններ, թե ինչու որևէ մի շինարար պատշաճ կերպով չի իրականացրել իր կահավորումը, որովհետև հիմա ձեր ձեռքին կան գործիքներ, որպիսի ամբողջ քաղաքով դուք կազմակերպեք, որ բոլոր շինհրապարակները պատշաճ կահավորված լինեն, հագեցած լինեն փոշու պաշտպանիչ ցանցերով, ջրի թնդանոթներով եւ օդի որակի չափիչ սարքերով, որևէ արդարացում, որևէ բացատրություն մինչև տարվա վերջ, ձեր ժամանակ, տրամաբանական ժամանակ եմ տալիս, այլևս ընդունելի չի լինելու, որովհետև այնքան գործիք կա, նախտուգանքների թվերն են ահռելի մեծ եւ վախենալու, ել չասեմ մինչև իսկ կասեցում կարա տեղի ունենա, ճիշտ եմ հիշում, պարոն Մարգարյան, հիմա հետեւապես հարգելի գործընկերներ, ես քաղաքում մինչև տարվա վերջ չտեսնեմ մի շինհրապարակ, որը խնդրահարույց է, մարդիկ քաղաքում չտեսնեն մի շինհրապարակ, որը խնդրահարույց է, եւ հետեւապես Պարոն Մարգարյան, մենք ինչ որ կառուցակարգեր նոր ընդունելու ունենք, ավականու որոշում, այս որոշումը դե որ չկար, հələ բան տենց չեն կար, այդ ունենք տենց բաներ։ Պարոն քաղաքապետ, որոշակի իրավական ակտերի ենթարարական այթում ավականու որոշումներ, քաղաքապետի որոշումների անհրաժեշտություն ունենք, բայց դա սերմ ժամկետում նստաշրջան հենց սեպտեմբերի առաջին նիստին, սեպտեմբերին կունենանք։ Շնորհակալություն։ Եվ օդի որակի հետ կապված, սիրելի երևանցիներ, իհարկե այս ինչ ասեցի, ուզում եմ հանգարց, հիմա ինչ որ կասեմ, հանգարց չի մեղմացնում նախորդ ասածը, Երևան քաղաքը իր աշխարհագրական դիրքով այնուամենայնիվ օդի փոշու տեսանկյունից որակի առումով ունի խնդիր։ Եվ տեսեք, մենք հունիս ամսին արձանագրում ենք օդի լավ որակ։ Մի ամսին, երբ որ Երևան քաղաքում ամենաակտիվ շինարարությունն է, ամենաակտիվ տեղաշարժն է քաղաքով, ամենամեծ քանակի տուրիստները կան եւ այստեղ մենք արձանագրում ենք, որ փոշու մակարդակը օդում ցածր է, պայմանավորված մեր բնակլիմայական պայմաններով։ Մեր օդի որակը եւ փոշու մակարդակը բարձրանում է նոյեմբեր ամսից, ցավոք սրտի, եւ այդտեղ մենք իհարկե շարունակում ենք ուսումնասիրությունները, որպեսզի կարողանանք հասկանալ ոնց կարող ենք մեղմել այդ շրջանում օդի որակի վատթարացումը, որովհետեւ էլի այն պնդումները, որ սա քաղաքի ակտիվության հետ է կապված, այդքան էլ իրականությանը չեն համապատասխանում, որովհետև եկեք քիչ
անկեղծ լինենք, հաստատ ձմռան ամիսներին չի ակտիվ շինարարությունը։ Հիմա ամենաակտիվ սեզոնն է Երևան քաղաքում եւ Երևան քաղաքում օդի որակը շատ լավն է։ Եվ հետեւապես մենք հաջորդ քայլը մեր Տիկին Հայկազյան պետք է լինի մեր ման շրջանակում գործողությունների ծրագիրը։ Իհարկե կանաչապատումը իրականացնում ենք, բայց այնուամենայնիվ նաև պետք է հասկանանք, թե ինչ գործ ու քայլեր կարող ենք անել այս հազարամյակի խնդիրը լուծելու համար։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։